Մենք վերադարձանք, հետաբար ես քեզ նույն հարցն եմ տալու Մարտին։ Ինչ կա։ Ինչ նորություն։ Նորություն կա ու քեզ հետաքրքրող լավ նորություն կա, որի մասին դու ամենայն հավանականությամբ գիտես։ Լակիթ Ստենֆիլդը Օսկարի նոմինանտ ժամանակին սպորտինգի խաղալու է Դենիս Ռոդմանին 48 ժամ Վեգասում, այդպես ֆիլմ կար, Վեգասում ֆիլմում խոսքը վերաբերվում է դու այդ ավելի լավ կիմանաս Չիկագո Բուլսի ֆինալներից մեկի ժամանակ, երբ որ ինքը փախել է Վեգասա գնացել, ինչ որ տենց եսի ինչեր արել այնտեղ ու ասենց հետաքրքիր բան եմ ես սպասում իրականում այդ ժամանակահատվածն Լակիթ Ստենֆիլդը լավ կխաղա ինձ թվում է, այդ մազերն է կներկեն խառը գույներ երևի, մի հատ հետաքրքիր պահ կա, այս դերը պետքա տրվեր Ջոնաթան Մեյջերսին, բայց հասկանալի պատճառներով ինչպես գիտենք Ջոնաթան Մեյջերսը հիմա ի վիճակի չի նկարահանվել։ Անունը դնենք տենց։ Այսպես դնենք անունը, Google-եք իմացեք ինչի պատճառով։ Նրա պատճառով թե ինչի Marvel-ը սա փոխեց իր բանը։ Կանգը չկա այլևս։ Կանգը չկա, իսկ Apollo-ում էլ խաղաց, չէ՞ ոնց։ Apollo-ում բանն է, իր աղբերն էր թե ինչն էր։ Apollo էր այդ մի Creed-ը, բայց։ Չէ, Creed 2 էր իմանալով։ Չէ, այդ տղուանն է, բայց Apollo Adonis, բայց մենք իրար հասկացանք, այս խոսքը Creed ֆիլմերի մասն էր։ Այնտեղ կար ինքը, իսկ մայ իր վերջի ֆիլմն էր այդ ամեն ինչից առաջ։ Տենց եմ ես հիշում։ Ու հետո այդ սկանդալները սկսվեցին։ Հա դե ասես բասկետբոլի մասին ինչ լինում է, սիրում եմ, որ բանն ամ դաժան այդ Showtime, նու անունը Showtime չէր։ Winners Time թե ինչ սերիալ էր դուրս եկել, որտեղ Adrian Brody-ն խաղում էր այն ժամանակով Pat Riley-ին, Մարզիչին, Magic Johnson-ի, Kaim Abdul-Jabbar-ին, բայց հա, սպասենք այս ֆիլմին, տեսնենք թե Vegas-ը Օսկարային բան եմ տենում acting-ի տեսանկյունից, Լակիթը գիտենք որ ինքը ի վիճակի է, այսպես ասած։ Rodman-ին կարող է հեշտ է խաղում, գժի պես ասած, բաներ կպցնի դեմքին է։ Նա բայց podcast-ը method acting անի, դες մտնի Rodman-ի գլխի մեջ ու վարի գնա խեղբղեն։ Չկահանան նկարեն։ Տենց։ Իմ մոտ, ինչպես միշտ, ինչպես երբեք։ Այս անգամ Marvel-ից սկսեմ։ Բազում ռումորներ եկող պրոյեկտների վերաբերյալ Marvel-ական։ Սկսեմ նրանից, նախ դե գիտենք բոլորս կամ շատերս նայեցինք Stranger Things-ը, ու այնտեղի մեր բոլորիս հուսամ, բոլորիս կողմից շատ սիրում Steve-ը, Stevie դերասան Joe Keery-ին, եթե ճիշտ եմ էլի կարդում անունը։ Միգուցե Ռումոր կա, որ ինքը խաղալու է Marvel-ի ինչ-որ նոր պրոյեկտում։ Հայտնի չի ինչ պրոյեկտում։ Ով էլ կասկածել։ Հայտնի չի ինչ պրոյեկտում, բայց ես շատ կուրախանամ Steve-ին տեսնելու Ես հիշում եմ դու ասում էի Steve-ին չսպանեն, դե չենք սպոյլում ով ինչ ա եղել։ Չասենք, նայած կլնենք, չասենք, բայց հա, հիշում ինքը ասում էր, վայ Steve-ին չսպանեն, տենց է չհասկացախի։ Դե շատ էր դուրս գալ։ Իրոք շատ լավ character development էր всё-таки։ Դե միգուցե, հա։ Բայց լավ, հիմա Stranger Things-ից չենք խոսում, դեռ Marvel-ի նորություններից, նաև իմ կողմից շատ սիրված Dylan O'Brien-ը, ում կարող է հիշես Բիգուշիվ լաբիրինցեի այդ գլխավոր տղեն է դեմքը եկավ տես նիհար բան ու ինքը նաև ես մի հատ տես ասում եմ guilty pleasure ունեմ փոքր ժամանակ թինեյջերական տայքում նայում եմ MTV-ով Teen Wolf սերիալը տես աղջկական սերիալը օբերացիների մասին դες օբերացիները միշտ սիրե իրական դրա պատճառով է սկսել հա Դրա պատճառով սկսեմ մի խոսքով Dylan O'Brien-ն էլ է ռումոր այս ֆիլմում այսինքն եթե հիշես մի քանի ժամանակ առաջ խոսում էինք որ Marvel-ը ուզում է երիտասարդ նու Dylan O'Brien-ը արդեն այդքան երիտասարդ չի բայց երիտասարդ ու ոչ շատ հայտնի դերասաններ բերի որպեսզի բանը քիչ փող ծախսի ես ուրախ կլինեմ ու եւս փոքր մեկ Marvel նորություն Sony-ին հայտարարել է որ արդեն պատրաստ է նու ավելի ճիշտ բաց է Marvel-ի կողմից առաջարկներին իր ունեցած Marvel-ի character-ների վերաբերյալ իրանք ովքեր են Venom, Spider-Man, Kraven the Hunter, Morbius Իսմայելի կա, բայց չեմ կամ հիշում, բայց էլի Spider-Man-ի universe-ից է։ Բայց հուսանք գոնե Into the Spider-Verse-ի այդ վերջի մուլտն է կհանեն, սիրուն կնային կվայելենք ու Իդեպ ես լսել եմ, որ Blade-ը cancel է եղել։ Blade-ն էլ cancel է եղել։ Ափսոս, բայց Մախերշալան։ Հա, լավ կնայվեր։ Անցնենք այլ նորության, քանի որ այդտեղ շատ բան չեմ ասի, ինչա դու սաղ ասիր։ Սաղ ասիր։ Բոլորիս կողմից շատ սիրված Իան Մակելենը ու Էլայջա Վուդը արդեն երևի հասկացաք ովքեր են
վերամիավորվելու են The Lord of the Rings, The Hunt for Gollum ֆիլմում նկարահանվելու համար։ Դուք կասեք թե ով է նկարահանելու այդ ֆիլմը։ Կասեք արդյոք ով է նկարահանելու։ Պիտեր Ջեքսոնը չի, Պիտեր Ջեքսոնը պրոդյուսերներից մեկն է։ Այդ ֆիլմը նկարահանելու է նույն ինքը Գոլումը։ Էնդի Սերկիսն է նկարահանելու, ու իդեպ արդեն պրեմիերայի օր է դրված, դեկտեմբերի 17, 2027 թիվ։ Ասում են, որ այս դերասանները վերադառնալու են, ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու Խոբիտից մինչև Fellowship of the Ring ընկած ժամանակահատվածում, ճիշտն ասած, որ իմացա նորություն, ասում եմ, լավ, երբ հալինը Գոլումը այնտեղ մահացավ, այտենց ուզում էի հասկանայի, չէ, դե ձևավորվել Խոբիտում արդեն Խոբիտում կար, այն որ ներքև անգնում, այդտեղ է հանդիպում, դե չգիտենք ոնց է, չէ, այդտեղ ուրեմն այդ հատվածում ինչ որ այդ ժամանակահատվածում ա լինելու, այս երկու դերասանի մասին կա այդ նորությունը, Արագորնը գլխավոր պերսոնաժն ա լինելու այս ֆիլմում, ինքն է, էլի այդ Stranger դառնալու, այդ երիտասարդ տարիներին մանա գալու, ոնց որ հենց Գոլումի հետքերով ա գնալու, թե ինչ չգիտեմ, իր դերասանը չգիտենք ով ա լինելու, գիտենք որ Վիգո Մորտենսենը չի լինելու։ Ես ռումոր եմ լսել, որ կարող է Սեբաստիան Ստենը լինի։ Դատելով իր վերջին շրջանի հաջողություններից, ինքը կարա։ Այ այս տեսակ հետաքրքիր նորություն, չեմ կարծում որ Օսկարային կինո կլինի, բայց ուզում եմ։ Օսկարային, դե վիզուալ ինձ թվում է։ Չէ, ես երբ ասում եմ Օսկարային նկատում եմ Best Picture-ին։ Էդի քիչ հավանական է, դե չգիտեմ։ Շարունակվում է ամեն դեպքում, հեսա վերջում նաև կխոսանք գալիք տարվա 26 թվականի ֆիլմերից, ու այդտեղ ես նույն միտքը կրկնեմ, բայց հիմա եմ ուզում ասել, որ թվում է թե ինդուստրիան всё еще հայերեն ասած всё еще շարունակում է ոնց ասեմ եղած պրոդուկտների վրա փորձել փող աշխատել, ինչը ինձ մի քիչ նեղում է, այսինքն օրիջինալ, չնայած այստեղ երևի սա սյուժեն օրիջինալ է լինելու, որտեղ ես չեմ հիշում ինչ որ գիրք, որտեղ Գոլումի adventure-ներն են պատմում, չնայած կարող է կա, բայց հա, սպասենք այդ ֆիլմին, կգնանք հաստատ գնայինք կինոթատրոնում։ Հույս ունեմ էլի ինչ որ, հա, դե ձմռանն է, դեկտեմբերի 17, այս պայից թվում է թե 2 տարի, բան չմնաց։ Շատ կահլ է։ Տենց նորություն, փաստորեն։ Եվս կոմիքսային նորություն, բայց այս անգամ DC Comics-ին վերաբերվող, ուրեմն Batman-ի մասին, նոր երկրորդ մասին, շատ նորություններ կան։ Նախ դերասանական կազմը, տպավորիչ, Բարի Կեոգանը վերադառնում է Ջոկերի դերին, այնտեղ փոքր դեր ուներ, հա։ Սկարլետ Յոհանսոնը ունի ոչ հայտարված դեր, բայց էլի այս ռումորների Poison Ivy-ին է խաղալու, այդ Հիդավիտի Պլյուշին, Batman навсегда թե որում բանը, որ Uma Thurman-ն էր խաղում։ Կանաչ գազարագույն պերսոնաժեր ինչ։ Այո, հա, Սեբաստիան Ստենը խաղալու է Two-Faced-ին, այդ դվուլիկին, այն ֆիլմում, չէ, այն ֆիլմում չէ, как раз навсегда-ում կարծեմ, որտեղ Ջիմ Կերին է, Տոմի Լի Ջոնսն է խաղում։ Դեմքի, հա։ Նույնիսկ Խարվի Դենտն է։ Խարվի Դենտը, այո։ Ու Զոյ Կրավիցը չի վերադառնալու իր դերին։ Հետաքրքիր բաներից Մեթ Ռիվս ռեժիսոր, առաջինն էլ չէ, ինքը ոնց որ ու պատմությունը շարունակվելու է Պենգվին սերիալի ավարտից։ Այսինքն մեզ պետք է նաև Պենգվին սերիալը նայել, ես չեմ նայել, հա։ Ասում են տպավորիչ է։ Շատ դաժան ավարտով սերիալ է, հա։ Ու ասում են, այս ֆիլմը ավելի խորը, վախենալու ու ավելի ինչ-որ sense բան։ Նույնիսկ էլի դետեկտիվ ինչ-որ բաներ կլինի։ Ինձ թվում է հենց դետեկտիվ էլ կլինի, որտեղ ինձ թվում է առհասարակ Gotham-ը որպես setting, ինքը sense անսպար դետեկտիվնի տեղ է, էլի աշխատել, որ Batman-ն է այդ դետեկտիվը, բայց ինձ թվում է կարելի է նուար դետեկտիվ setting անընդհատ հետաքրքիր։ Դե ինձ առաջինի ձևը շատ լավն էր։ Ճիշտ է, մարդիկ որոշ գտնում էին, որ Պոլ Դանոն ահավոր դերասան է։ Բայց հարգելի մարդիկ, բայց վատ կարծիք ունեն։ Բայց չգիտենք խիտենց, հա։ Դե ես ճիշտ է, բանը տենց այդ տեսակ ֆիլմերի հետևից շատ չեմ ընկնում, բայց դրան հաստատ սպասում եմ, այսպես ասած։ Անցնեմ, ասենց տրամադրությունով եմ բանանում, բայց իրականում այդքան էլ լավ բան չեմ ասելու։ Անցյալ տարվա վերջին ու այս տարվա, չեմ հիշում, սկզբին էր թե էլի անցյալ տարվա վերջին, չէ, այս տարվա սկզբին էր։ Ունեցանք ինդուստրիայի երկու շատ կարևոր մարդկանց կորուստներ։ Առաջինը 91 տարեկան հասակում մահացավ իկոնա Բրիժիտ Բարդոն,
շատերը հատկապես աղջիկները այդ օրերին շատ Instagram-ի post-եր էին անում իրար երիտասարդ ժամանակի նկարներ եւ այլն բան։ Նու ես այդ դեպքում գիտեք միշտ ֆիլմեր եմ խորհուրդ տալիս, բայց քանի որ Բրիջիտ Բարդոն զուտ ֆիլմի տեսանկյունից այդքան էլ տենց շատ աչքի չի ընկել, ընդամենը 3 ֆիլմ ես կասեմ, որ նայեք, մեկը 63 թվականի Գոդարի Պրիզրենիե, ոնց է հայերեն, ատելություն, հա, ատելություն ֆիլմը։ Ատելությունը вообще ненависть։ Պրիզրենիե։ Դե, в общем, Պրիզրենիե, le mépris, տենց է իրանց, contempt անգլերեն։ Այդ ֆիլմի մասին է, որտեղ ինքը խաղում է Կամիլին, երիտասարդ տենց դերասանուհի է, ինչ որ տենց մի բան, որտեղ Ֆրից Լանգը խաղում է Ֆրից Լանգին այդ ֆիլմում, ինքը նկարում է Ադիսեայի նոր ինչ որ ձև ու այստեղ Կամիլի ամուսինը իրան փորձում է ամեն կերպ գցել ինչ որ պրոդյուսերի գիրք, այդ թվում է իրան, հենց Բրիջիտ Բարդոյի պերսոնաժին, որ ինքը կարողանա իր սցենարներն առաջ տա եւ այլն, այդպես մի հատ այդպես պատմություն է տխուր, բայց շատ սիրուն նկարած, ես այս ֆիլմը նայել եմ երևի թե 2015-16 թվականներին, այդ ժամանակ այդպես շատ Գոդարի ամենասիրուն ֆիլմերից, բայց ոչ ամենալավերից, մի 6 ավելի լավ ֆիլմ հաստատ ունի Գոդարը։ Մեկը այդ, երկրորդը եւ Աստված ստեղծեց կնոջը ֆիլմը, մի քիչ ավելի թեթև ֆիլմ է, Ռոժեր Վադիմն է նկարել 56 թվականին Սանտրապեում, մի երիտասարդ շատ գրավիչ կին, ոնց պտիլներ ուրիշ ձև Բրիջիտ Բարդոն, ոնց որ սիրահարվում է մի տղայի, ամուսնանում է նրա եղբոր հետ, մի հատ հարուստ ինչ որ sense նավերի տիրակալ, ասեմ թե ինչ փորձում է նավերի նավահանգստի ինչ որ յախտաներով մարդել ուզում է իրան վերցնի գնա ուրիշ տեղ, ոչ թե այս խառը վիճակի մեջ ինքը տենց էլ չի հասկանում իր կյանքը ոնց վարվի, ամուսնանում է մեկի հետ, մյուսին ասիրում, մի խոսքով, այ հետաքրքիր սյուժե ունի իրականում, մի քիչ ավելի թեթև կարելի է նայել ոչ են մեկի նման, ու վերջինը Ճշմարտություն ֆիլմը, Անրի Ժորժ Կլուզոյի La Vérité, չգիտեմ ճիշտ ասի թե չէ։ Ինքը այստեղ խաղում է Դոմինիկ Մարսոին, փոքր քաղաքի մի աղջիկա, Սև ու Սպիտակա ֆիլմի դեպ 60 թիվա, այստեղ փաստորեն ինքը սպանած է լինում իր սիրած էակին, ինչ որ ուսանող է, այս ֆիլմը նայել եմ մոտավոր մի 3 տարի առաջ, դիրիժոր է, կոնսերվատորիայի թեմաներ է ինչ որ, փաստորեն սպանած է լինում այս տղուն, ու ուզում են հասկանան թե մտածված է սպանել, պատահական է սպանել է, չի սպանել արդյոք, մի խոսքով շատ sense խորը դեպրեսիվ դետեկտիվ է ու նաև դրամաներով ամբողջ ֆիլմում լացում է, ինչ կան ես հիշում եմ, այս երեքը, նաև մեկ այլ մահացողի մասին ասենք, ինքը իստում է իր Մարտին Բուրիվեսնիկ, Գորիվեսնիկ, ինչպես կասեր Ռաֆին Գուժկան, Բելատարը, աշխարհահռչակ լավ, շատ-շատերին հայտնի հունգարացի Շիրակո известная в узких кругах, այ ինքը հաստատ է դա, Բելատարը 70 տարեկանում մահացավ 26 թվականի սկզբին, իրա մասին սենց ասեմ, պետքա հետաքրքրվես, որ ցանկանաս նայել իրա ֆիլմերը, ինքը շատ ծանր անձնավորություն է, հիշում եմ, երբ որ ինքը թարգեց ֆիլմ նկարել է մի քանի տարի առաջ, ասես դե ես արդեն նկարել եմ, էլ ինչ նկարեմ, ինչ եք ուզում նկարել, այդ եմ էլի ինչ նկարեմ, էլի այդ նույնն եմ նկարելու, ինչ նկարեմ։ Նրանից ասեմ 3 ֆիլմ շատ չխորանամ իրականում, մեկը բոլորիս հայտնի Սատան տանգո ֆիլմը 8 ժամանոց, գիտես, Letterboxd-ի ամենավերևներում գտնվող ֆիլմը, անկեղծ ասած, այս ֆիլմը ես էլ դեռ չեմ նայել, շատ հազվադեպ, հա, այս տեսակի ֆիլմերից հազվադեպ, հա, այստեղ ինչ որ շատ հետաքրքիր սյուժե է, ինչ որ գյուղում մարդիկ են հավաքված, ինչ որ գործողության վրա են ու ինչ որ մեկն է վերադառնում, ով տարիներ շարունակ ենթադրվում է, որ մահացած պետքա լինի։ Այդտենց սյուժե է շատ հետաքրքիր, հետո Werkmeister-ի հարմոնիաները, Werkmeister-ի, սա շատ հետաքրքիր սյուժեով ֆիլմ է, սա նայել եմ ես։ Ուրեմն խոսքը մի հատ երիտասարդ տղայի մասին է, ով ապրում է մի հատ rural բնակավայրում, ոչ գյուղա, ոչ քաղաքը, չգիտեմ ինչ, ու այս ֆիլմում ինչ որ ատրակցիոն են բերում, ու այդ ատրակցիոնը լինում է կետ ձուկ։ Բերում իրանց էս դնում են այդ գյուղի մեջտեղը։ Առանց ջրի, թե ջրի մեջ։ Առանց ջրի, այդպես բերում դնում են, հա։ Ու տենց այդ իրադարձությունը թե ինչ է այդ ամեն ինչի շուրջը տեղի ունենում, ոնց են մարդիկ հետաքրքրվում այդ ամեն ինչով գալիս են եւ այլն եւ այլն եւ այլն, ու այստեղ ինչն է հետաքրքիր, որ այդ Անդրեաս Werkmeister-ը ում մասին անունով ֆիլմը բան արած, ինքը 17 թվականի երաժշտագետ, տենց ասեմ իրան, այդպիսի մարդ է, ու այս պերսոնաժի
հորեղբայրը թե մորեղբայրը uncle-ը, այսպես ասած, գտնում է որ նրա տեսությունը, որ լավ երաժշտության շուրջ խաղաղություն է ստեղծվում, տոլի ինչ որ նմանատիպ ինչ որ բան, այդքան էլ ճիշտ չի, ինչը արտացոլվում է իրանց բնակավայրի կյանքի վրա, այտենց ինչ որ մի հատ ֆիլմ է, շատ հետաքրքիր ֆիլմ է իրականում, դանդաղ sense բան, այդ նայեք ու նրա ամենահայտնի ֆիլմը Տուրինսկայա լոշեցը, որը ցույց է տալիս մի հատ տարեց տղամարդու ու նրա աղջկա կյանքը, ովքեր ապրում են մի շատ դժվար ժամանակաշրջան, պարտքեր են տալիս եւ այլն ու իրանց այդ պարտքերը վերադարձնելու հիմնական միջոցներից մեկը նրանց ձինը, ով շատ զառամյալ է արդեն ու արդեն կյանքի վերջին պահերն է ապրում ու ցույց է տալիս թե ինչ է այդտեղ լինելու։ Այս ֆիլմով ինքը Բերլինալեում Grand Prize-ը տարել, հիմնական մրցանակը չէ ու քրիտիկների բանն է տարել ու մի հետաքրքիր բան էլ ասեմ, նրա բոլոր ֆիլմերի սցենարների հետ կամ պատմությունը ամբողջությամբ կամ սցենարը կապ ունի Լասլո Կրասնահորկայի հետ, ով անցյալ տարվա Նոբելյան մրցանակակիրն է գրականության։ Այո։ Այդպիսի ծանր մարդ է Բելատարը։ Գնացեք եւ նայեք, ես Սատան տանգոն ինձ թվում է այս տարի կնայեմ։ Դե քեզ ուդաչի։ Ես ուզում եմ ռափապանենք այս սեկցիան, քանի որ մտել են 26 թիվ, 26 թվի սպասվող բլոկբասթերներով, ֆիլմերով, խոսքը չի գնում տենց, չգիտեմ, sentimental value ֆիլմերի, տիպի ֆիլմերի մասին, ավելի շատ ամբողջ աշխարհը սպասում է, կինոթատրոնային ինչ որ սպասվող ֆիլմեր, կսկսեմ երկու հատ ֆիլմից, որ նույն օրն են դուրս գալու դրանց մասին լավ դուրս չեն գալու, դա վերջում։ Creek կամ Scream 7 փետրվարի 27-ին դուրս է գալու եւ Scary Movie 6 որը դուրս է գալու հունիսին։ Ինչի ես այդ երկուսը մի բանը, որովհետեւ առաջին Scary Movie-ն ու առաջին Scream-ը, առաջին Scary Movie-ն, առաջին Scream-ի պարոդիան շատ մեծ մասով այդ ուժաստիկներից այդպես Biopic կամ biopic-երին մոտ եւս երկու ֆիլմ, դե մեկը հստակ biopic Michael Jackson-ի մասին։ Ու խաղալու է։ Ով է խաղալու։ Իրա ինչ որ զարմիկ։ Հա, ես չֆիքսեցի, որտեղ ինձ անհայտ դեմք էր, հա, ապրիլի 24, դրանից մեկ շաբաթ հետո, մայիսի 1-ին, Դյավոլ նոսիտ Պրադա 2, ասեմ որ բլոկբաստեր է, ինձ թվում է։ Ինձ թվում է շատ-շատերը կգնան նայելու, մեծ գումար կաշխատի, հիմա ուրիշ բլոկբաստերներ, էլի Marvel DC, ամառային պրեմիերաներ, այսպես ասենք, Supergirl, հունիսի 26, դրանից մոտ մեկ ամիս հետո Spider-Man, Brand New Day, Միլի Էլկոկնա չէ։ Այո, գլխավոր հերոսը Supergirl-ը Միլի Էլկոկն է։ Դրանից մեկ ամիս մոտապես հետո հուլիսի 31 Spider-Man-ը Brand New Day։ Եկանք հասանք բան Zendaya ֆիլմը Շարանին, հա։ Եվ եւս մեկ բլոկբաստեր շատ ավելի ուշ դեկտեմբերի 16-ին Avengers Doomsday։ Մուլտֆիլմերից Moana-ի էկրանավորումն է դուրս գալու։ Ես կստացի Disney ոչ մի էկրանավորումներ չեմ նայել, չգիտեմ, ճիշտ եմ ասում, էկրանիզացիա եմ ուզում ասեմ։ Էկրանավորումը ֆիզիկամ համեմատած որ դու բան, զաշիտ ես շուտ։ Live action-ի վերածել է, հա, տենց են ասում, հա։ Չգիտեմ, կնայեմ թե չէ, Moana մուլտֆիլմը շատ էր դուրս եկել եւ հերթական ոնց ասեմ, Դայլնի Կարովան, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, Toy Story 5։ Հա, այդ Դայլնի Կարովան։ Այդ որ իմաստը ինչ է։ Կթուկով երևի հենց հայերեն ասում են։ Իմաստն եմ ուզում։ Իմաստը նա որ ոնց որ ունես կթուկով, անընդհատ կթում ես այնքան ժամանակ, մինչև ինքը չվերջանա։ Ու Toy Story 5։ Հա, դե էլի Օսկարի նոմ միանշան։ Վստահ եմ, դաժե երևի կհաղթի։ Անհնար է վատելնի ուղակի։ Դաժե երևի կհաղթի, բայց այդ բանը թվում է թե ըստ պոստերի սյուժեն արդեն լինելու այդ հին խաղալիքները ընդդեմ պլանշետների ինչ որ տենց նմանատիպ սյուժե։ Okay։ Եվ եւս երկու ֆիլմ, որոնք խաղերի վերաբերյալ են, Mortal Kombat 2 Ասում են լավն է։ Ինձ թվում է լավն է լինելու, մեր չգիտեմ, իմ շատ սիրելի Կարլ Ուրբանը խալա Ջոնի Քեյջին եւ նորից փորձելու են էկրաններ բարձրացնել Street Fighter-ը։ Թեշես ժամանակին Jean-Claude Van Damme-ով ֆիլմ կար։ Ստացի կասետը ունեինք դրա։ Bison-ը, Sagat-ը, այո։ Ու սա լինելու է հոկտեմբերի 16-ին։ Եվս հետաքրքիր կասմիչիսկի սագաներ, Մանդալորիացին եւ Գրոգուն։ Էդի ֆիլմ է լինելու։ Այո։ Եվ Project Hail Mary։
որտեղ համա Ռայան Գոսլինգը այդ ընթացքում ասեմ որ Anne Hathaway-ը կա չէ այդ ֆիլմում ինչքան գիտեմ չեմ հիշում չեմ նայել Ռայան Գոսլինգին եմ միայն Andy Weir ռուսերեն համենայնպես այդպես է գրած ով Մարսիանինի հեղինակն է նաև ինքը Project Hail Mary գրքի հեղինակն է ես մենակ սյուժեն մի քիչ գիտեմ որ շատ հետաքրքիր է որ ինչ որ ալմորակային նավ է գալիս ու այդ ալմորակայինը սարդի տեսք ունի ու Ռայան Գոսլինգը այդ ալմորակային հանդիպում է ու սյուժեի զավիասկեն գրքով եթե ճիշտ եմ ֆիքսել ինձ ուղղակի տարբեր մարդիկ պատմել են սյուժեն ես չեմ կարդացել դեռ բայց հաստատ կկարդամ ու այդ ալմորակայինը եկել ասի որ օգնեք մեզ որտեվ ինչ որ երրորդ ալմորակայիններ կան որոնք մեզ հեսա ծխելու են ու գալու են ձեզ ծխելու ինչ որ ուսեն դե պատկասա աբսուրդի աշճանը Էլիո մուլտֆիլմի սյուժեին անում այ տենց էլ չնայեցի Էլիոն էս արձակուրդներին դա ինչ վերաբերում է կասմիչիսկի բաներին հա սագաներին այսպես ասենք եւ վերջապես բոլորիս կողմից սպասված Dune Part 3 այո եւ The Odyssey Dune Part 3-ի պրեմիերան լինելու է դեկտեմբերի 18-ին ինչպես նաեւ Doomsday-ն ու ինչպես ասում են Barbenheimer հիմա Doomsday տեսնենք ով կհաղթի ինչու box office կդզեր չեմ Օսկարը լրիվ մի հատ ես ինչ Լևի ֆիլմ տանել Մի խոսքով բլոկբասթերներով կինոթատրոն գնալու տեսանկյունից շատ խոստումնալից տարի է մեզ սպասվում դրամաների տեսանկյունից դա տիսաբեր ընթացքում է պարզ բարձր դուրս եկավ այնտեղ ֆեստիվալները սկսում են շատ լավ ֆիլմ Ինյարիտուն ունի Փորող Digger բան Tom Cruise-ի հետ Իդեպ ես գիտեմ որ Marvel-ը կինոթատրոնները տալու նաև Endgame-ը այս տարի մինչև բանը Endgame-ը աշնանը կինոթատրոն է գնալու Երևի ես մենակ վերջի այդ 40 օրվա սկրիմը նայելու համար գնանք մեր չտեսնենք Չանցավ գետ 1 ամիս եւ մենք վերջապես կխոսանք Ջեյմս Կեմերոնի հերթական ֆիլմից Խոսքը գնում է Avatar 3 Fire and Ash Էշը շատ հետաքրքիր է հայերեն, ինչու՞։ Կրակ եւ էշ։ Կրակ եւ մոխի։ Կրակ եւ ավանակ։ Կրակ եւ ավանակ ֆիլմի մասին։ Avatar 3 Fire and Ash ֆիլմը պատմում է նախորդ երկրորդ մասի գրեթե անմիջական շարունակությունն է։ 3 շաբաթի շարունակությունն է, որտեղ որ էլի իրանց սալիների ընտանիքի նույն խնդիրներն են Կվորիչի հետ ռազմորկեկն են եւ այս անգամ նոր ստիխիայի ուսումնասիրություն ոնց որ թե իրանք չեն անում spoiler alert okay այդպես այսինքն ֆիլմը գտնվում է սյուժեն եւս Պանդորայում է դեռ շարունակվում է այդ կետերի որսի խնդիրը եւ դեռ շարունակվում է իրանց tribe-ից tribe հարցեր լուծելու խնդիրները գեղեցիկ ֆիլմ այդքանը հա Մի երկու բան ասեմ, ովքեր են կանգնած այս ամենի թիկունքում, ինչպես միշտ ռեժիսորը եւ սցենարիստը, ունդեղ էլի 4-5 սցենարիստ կան այլ, Ջեյմս Կեմերոնն է, ում մենք գիտենք մի Terminator-ից, ասում եմ մի պարկ բլոկբասթերներից, Terminator-ները, երկրորդ օտարները, Անդունդը, այո, Բիզը, True Lies-ը Շվարցենեգերի եւ նրա կնոջ Տիտանիկ True Lies-ը նենց մի հատ սիրուն սցենա ունի Ես հիշում եմ այդ սցենան աշխարհահռչակ Տիտանիկը իմ ամենասիրած ֆիլմերից մեկը եւ 3 Avatar երրորդ Avatar-ը այստեղ մի ծիծաղալու բան ասեմ կարճ Ջեյմս Կեմերոնի մասին պարզվում է Ջեյմս Կեմերոնը նաեւ Ռեմբոյի սցենարիստներից մեկն է Հա այն անգամ ասեցիք այո գրել է նաև Ալիտայի սցենարիստներից մեկն է նաև Բայվոյ Անգելը որը ցավոք երկրորդ մաս չստացա բայց շատ ոչ հա եւ բանի ֆիլմերը սա քենսել են լինում որտեղ կա Մախերշալա Ալին ինքը տեղ կար չէ Միշելով թե չկար Պետք է որ կար ինքը այդ ներքևի աշխարհի գլխավորված ու ինքը գրել է նաև իր այն ժամանակվա կնոջ Քեթրին Բիգելոուի նկարանած Strange Days ֆիլմը ու գտնում է որ իր համար իրան ոչ մեկ կրեդիտ չի տալիս դրա այդ ֆիլմի սցենարը գրելու համար սինեմատոգրաֆերը Ռասել Կարպենտերն է
Ջեյմս Կեմերոնի օպերատորն է Տիտանիկի համար Օսկար ստացել, ինչպես եւ ենթադրվում էր։ Իդեպ ինքը նաեւ 2 Վան Դամի ֆիլմ ունի նկարած։ Հա, բան Death Warrant Warner էդի ռուսերեն ոնց էր լինում Право на убийство, Гарантия смерти։ В общем, այդպես, հա, ու Трудная мишень, այդ ֆիլմը ես շատ եմ սիրում երկարվազերով Վան Դամն է։ Կոմպոզիտորն էլ Սայմոն Ֆրենգլեն, ինքը շատ տարօրինակ կերպով այդքան էլ հայտնի չի։ Էս կոմպոզիտոր էս ասպարեզում Magnificent 7-ի երաժշտությունն ա գրել, որը գրել է նաև Ջեյմս Հորները, ու Avatar 2-3։ Ինքը տենց, բայց մոտիկն է, ոնց հասկանում եմ Ջեյմս Կեմերոնի, միգուցե սխալվում եմ, չգիտեմ։ Եվ դերասանները Սեմ Որթինգտոն, ինչպես միշտ Ջեք Սալի, Զոյի Սալդանյա, իմ 2 ամենասիրած պերսոնաժներից մեկի մարմնավորումը Նեյտիրին, իսկ այն մեկը Նեոն է, если что։ Սիգուրնի Վիվերը Կիրի, ոնց է Բրիտեն Դոլտոն Լոակ, իրանց են շատ բան մելանխոլիկ տղան Կվորիչը Ստիվեն Լենք, Ունա Չապլին Վարանգ, Կեյթ Ուինսլեթ Ռոնալ, Կլիֆ Կորտիսը նրա ամուսինը, Տոնովարին Այսքան անունը ասում է սաղ պետք է էդիթինգի ժամանակ դնեմ։ Լավ, արդեն հայտնիները վերջացել են մարդին։ Չէ, այմա 3 հոգի էլ կային, էլ չեմ ասի, իրանց չեմ ասի էլ։ Այսքանը։ Հա Այդ բոլոր այդ ապրես երկանկյունին այսպես Ռոմանիրի Դե հա, թվում է թե Ունա Չապլինին չէիր կարող չնշել, հա։ Ով որ հայտնի է նրանով, որ քայքայ Իսկ Կեյթ Ուինսլետին կարայի չասեի։ Կեյթ Ուինսլետ ասացիր, բայց իհարկե ապրես։ Հա, Ունա Չապլինով հայտնի է Ռոբ Ստարկի քայքայ մամ։ Այո։ Հա, դե դերասանական կազմը պրինցիպի ստանդարտ Չապլինն եմ ասում, Ուինսլետը նախորդից կար, այն տղամարդուն մոռացա, ով որ Ավատարի հին ֆիլմում Fire Nation-ի պապային է խաղացել։ Այդ որ մեկն է Զուկոյի պապային։ Փեյլակը տոյս, թե հենց որ հնդիկի Կլիֆ Կորտիսը, Տոնովարին, ով ամուսինն է։ Այո, հա, իր ամուսինը, դեմքով հաստատ էլի բոլորդ գիտեք։ Այո։ Հա, շատ լավ դերասաններ, շատ լավ վիզուալ, շատ լավ սյուժե, այս անգամ օրինակ երկրորդի սյուժեն ինձ դուր չէր եկել, բայց ինձ օրինակ շատ դուր չեկան, ես այս անգամ դուր չեկանից մանկվանները։ Չէ, ինձ դուր չեկան կլիշեները։ Թվում է թե այս ֆիլմում Էսի գիտես այդ հին ռեժիսորների բանն է, որ տենց են նկարում։ Կարող է։ Հա, իրանք հները տենց են նկարում, չգիտեմ։ Հլասա։ Դե օրինակ, իմ քեզ մի քանի անգամ ասա, համարյա չենք քննարկի, եկամ չեմ ոնց։ Համարյա չենք տեսնվել։ Չեմ ոնց մի ամիս իրականում вообще չենք անդրադարձել, բայց ամենաբանը որ սենց տպավորվել է մեջս, այն պահը որ այդ աղջիկը Սիգուրնի Ուիվերի պերսոնաժը Կիրին փորձում է ծառին Էյվային կպնել, մեկ կպնում է չի ստացվում, երկու կպնում է չի ստացվում, նախորդ ֆիլմում փորձում է կպնել խեղդվում մահանում է, բայց երբ իրանք բոլոր ընկերներով գալիս են կպնում են այդ ծառին իրանք ընկերության ուժն է, չես գնահատում։ Քաշում են առաջ, վերջապես Էյվան իրան լսում։ Բոլորը մահանում են։ Սպոյլեր alert տենցելներ։ Բայց այդպես չի։ Կամ այ հիմա շատ էմոցիոնալ բան որ իմ մոտ արդյունք բերեց, բայց հետադարձ նայելով էլի հերթական կլիշեներ, դրա համար եթե բանը այստեղ կթերթեք առաջ, դե բան կփոխենք։ Նու էս բայց կարանդաժը լրիվ իսկ։ Կամ հա, ինձ թվում է ով չի նայել գնացեք նայեք հետո վերադարձեք, քանի դեռ կա։ Իսկ ով նայելա։ Այն պահը որ այդ Spider, ոչ Պաուկին, որ Ջեք չեմպիոնը։ Որոշում ասեն որ ցիկտնի Ջեք Սալի, Ջեյք Սալին, որոշում է որ պիտի սպանի, որովհետև արդեն իր թոքերի ձևը փոխվել է, ինքը մարդիկ որ իմանան, մարդիկ որ իմանան ու գնում է դանակը բերում է բկի մոտ, բայց տանջվում ինքը չի կարողանում դա անել։ Ու այդտեղ Նեյցիրին էլ այդ ընթացքում տանջվում։ Չէ, այսպես հնարավոր չի, վազում է որ փրկի, տեսնում է որ Ջեյքը դա չի արել։ Մի տեսակ, չգիտեմ, ինձ թվում է էսենս քայլերը հարց չկա։ Էմոցիոնալ էր, հարց չկա այդ պաուկի պահին իմ աչքերը լցվում էր, որովհետև ես իրականում վստահ էի, որ կսպանեն, որովհետև ժամանակակից ֆիլմերը թվում է թե տենց քայլեր են անում, որպեսզի ցույց տան, որ մուլտիկ չեք եկել նայելու, այսի կինոս թե նույնիսկ դրամայի էֆեկտ կա, բայց չկար այդ դրամայի էֆեկտը։
Դե ասենք 10 կարող է դնել այդ ֆիլմի, եթե ինքը տես սպաներ ու ինչ-որ բան տեղի ունենար, դրա հիման վրա։ Հետո որ նայում էինք այդ կինոթատրոնում հետ մարդ կար որ ասում էր դե սպանի էլի։ Չէ, դե բնականաբար բոլորը ուզում են այդ երեխան սաղ մնա, հասկանում ես, բայց մի խոսքով իմ համար իրոք ամենանեգատիվը կլիշեն էր, որտեղ մնացած ամեն ինչը օքեյ վիզուալը հրաշք էր, սյուժետային այդ ընթացքները, զլադեյ, բարի, կստացի մի մտապ բանել, սյուժետային կլիշե, զլադեյը վերջում ասում, չէ, ես սոտակի զլադեյ չար կծվում է պահոգին կրկելը։ Բայց դե ինչ-որ նիտո բաներ կա, էլի դրա հետ կա։ Դե սա դու էլ կասես այդ նիտո բաներ։ Մի խոսքով, եթե այդ կլիշեությունը հանենք դնենք մի կողմ, ինձ ֆիլմը իրոք շատ դուր եկավ, ինձ ավելի շատ դուր եկավ, քան երկրորդ մասը, բայց դե բնականաբար առաջի մասը ոնց որ դա ինչ-որ մի հատ masterpiece է առանձին դրած, իրան չեն անդրադառնում, այս Avatar 3-ը իմ համար այդպիսի էֆեկտ ունեցավ, հստակ Avatar 2-ից ավել դուրս եկավ ու հստակ իր խնդիրներով։ Միանշանակ։ Ախր հետաքրքիր գիտես ինչ նաև որ Avatar ես գնում նայելու կինոթատրոնում, ասած անկախ քեզնից դուրս գալիս է, ասած ուզում ես գնաս ու ասես դե լավ էս ինչ է, դες մարդը ինչ է, բայց իմ դուրը միշտ գալիս է, ես գնում եմ ու հավա ճիշտ է այդ խնդիրները որոշակի նույնիսկ sense ասած արհեստական խնդիրներ կան մեջը, հենց այդ Spider-ի հետ կապված իրավիճակը, չէ՞, այն որ ինքը փաստորեն իրան նենց են բանը Avon նենց անում, որ ինքը սկսում արդեն շնչել եւ այլն բան ու իրանք ուզում են իրան սպանեն, որովհետեւ գիտեն որ իրան կտանեն ուսումնասիրելու եւ այլն ու մարդիկ արդեն կգան հա բայց այդ մարդիկ տենց էլ գալիս էին ես ես նայելու ասում եմ լավ ես մարդկանց սենց որ նայում ես իրանց արդյոք էդի ինչ որ արգելք է կամ մենակ այդ օդ շնչել նախընթին իրանց արդյոք էս մարդիկ այդ տենց էլ չէին գալի եկել են ուշ մոլակի մեկ կետեր են որսում հետ եմ ասում այսինքն իրանք տենց էլ ասիկ ինչ օքեյ լավ ուսումնասիրեին կտենային որ կարան նենց անեն որ շնչեն եւ այլն առանց շնչելու են գալի այդ ամեն ինչը չգիտեմ այդ ինչ այլ տեսակի մասսայականություններ այդ բանանելու որ շատ վատլներ քան այն ինչ որ հիմա կա դրա պատճառով այդի մի քիչ իմ համար արհեստական էր իրականում հա ու այդ մասը մի քիչ ինձ խանգարեց նու իրականում հա շատ էմոցիոնալ էր այդ տեսանկյունից ֆիլմը միշտ փորձում է Ջեյմս Կեմերոնը սրտիդ կպնի էլի ինչ որ տենց բաներով հա ու ամբողջ ֆիլմը հա սպասում ես որ հեսա Spider-ին կսպանեն եւ այլն բան անդրադառնամ Նեյտիրիս դե սպանելու վեբը մի հատ ռեմարկ անեմ նոր ասես օրինակ անցյալ ֆիլմում այդ ավակ տղուն որ սպանեցին մեզ տուն հարց կարենք ասենք հերթական շքլի հա էլի մեկը բան է Նեյտիրին լինելով շատ sense ասեմ ինքը թվում է թե ընտանիքի եւ այլնի առումով շատ երջանիկ պերսոնաժ չէ ընտանիք եւ այլն բա նույն այդ նավին թվում է թե հենց այդ արժեքներով էլ ապրում են իրանք եւ այլն շատ դժբախտ կերպար է իր հետ միշտ ինչ որ sense թվում է թե հենց իր հետ այդ շատ մեծ դժբախտությունը տեղի ունենում ու ինքը արդեն չգիտես քանի հոգու է սքում, քանի հոգու հետևից է լացում իր տունը, իր այդ ամեն ինչը այն ժամանակ չգիտեմ հայրը հիմա կար թե չկար, թե երկրորդում թե առաջինում հենց մահացավ չեմ հիշում։ Թե հիմա այս ֆիլմում այսինքն ինքը հա ինչ որ ողբում է, ինչ որ սքում է ինչ որ մեկին, բայց սենց ասեմ, ինչն է ինձ զայրացնում, նու ֆիլմի տեսանկյունից չէ, զուտ որ ինքը սենց դժբախտ պերսոնաժն ու այն պահը երբ որ ինքը պիտի ցույց տա իր ուժը որ պետք է անի հենց այն ինչ ոչ մեկ չի կարողանում անի ինքը այս ֆիլմում էլ արեց գնաց եսիմ որտեղից եսիմ ոնց փրկեց անեց ինչն է ինձ զայրացնում ժամանակակից հասարակությունն ու ժամանակակից երիտասարդությունն է ինձ անհանգստացնում տեսել եմ բազմաթիվ վիդեոներ որտեղ այսպես ասած ձեր են առնում Նեյտիրի ինչ որ մեկին մահանալու ողբալուն ոնց է ասում ես լավ այ տղա ջան այ աղջիկ ջան եթե քո ինչ որ շատ մոտիկ մարդ մահանա դու այլ կերպ ես ողբալու կամ այլ կերպ ես այդ ամեն ինչի ցավը տանելու եւ պետք է նաեւ սկիթ կա որ ինչ որ ուրիշ ռասա է մենք չգիտենք իրանց մոտ կարող է տենց հալացը հա ու ասենք չէ տեսնում ենք որ ինչ որ այա միևնույնն է տեսնում ենք նրա այդ տխրությունը նրա այդ վիճա ու ոնց են իրանք վիդեոներ սարքում ու գցում կամ Instagram-ու ձեր են առնում թե ոնց է ողբում ինչ որ մեկի մահանալը ժամանակակից երիտասարդները սիրտ չունեն անսիրտ են ու ինձ շատ դուր եկավ Ունա Չապլինի կերպարը այստեղ կարդացել եմ որ նրա մարմնի կառուցվածքը այնպես է արած որ չեմ հասկանում էդի ոնց այդ փակվել բացվելը որ նրա սիրտը ոնց է գրած փակ է աշխարհի դիմաց այսինքն իր կերպարը այն ձևի է որ ցույց տա որ նրա սիրտը փակ է աշխարհի դիմաց
Չնայած Կվորիչը լավ է լրացրել է։ Կվորիչը նշի որ աշխարհից էր sense ասած։ Էդ էր ինքը դժբախտ պերսոնաժ էր պասուցի, բայց իր բանը գտել էր այդ չարության ու ամեն ինչի մեջ, էդ էլ ինձ մի քիչ դուր չէր գալիս իրականում։ Այսինքն հա ինչ որ բաներ դուրս գալիս, ինչ որ բան դուրս չէր գալիս, երբ որ պերսոնաժ ես ունենում, վիլեյն ես ունենում, Թանոսը ոնց է կամ ընդ է շատ լավ ֆիլմերի բաներ, Ջոկերը, այդ պերսոնաժը sense պետք է ինքը ապացուցի հիմնավորի կամ ցույց տա թե իր ինչու նա կայանում իր էսի չուներ մոտիվացիա էսի ուղակի ինքը չար էր ասես ուզում էր հա չարություն աներ ինչ որ մեկի ասում է Էյվան մեզնից բանը աչքա թեքե որովհետեւ բայց պլան չունի ինքը օքեյ լավ Էյվան մեզնից աչքա թեքե արի մնացածին տանը բաժարանք գնանք սաղին սպանենք մնացած էդի մի քիչ sense երբ որ դու պրոստը ուղակի evil ես սարքում շատ անհասկանալի ուր ծիծաղալու էր նաև Կուորիչի պերսոնաժը ֆիլմի ընթացքում մի քանի անգամ sense թվում էր թե հեսա լավությունը անելու հեսա ու չէ էլի վատությունը ցույց ուղակի ինքը իր արդեն ինքն սալդատը չի ով իր պլանն է իրականացնում ինքը ուղակի չարություն է անում ես պրոստը չարություն անում ուզում եմ տանջի ես մարդկանց այդ իմ համար այդքան էլ լավ չի հա համաձայն դե իրականում լուբոյ ոնց ասեմ աստրասյուժետնի ֆիլմը այնքանով է լավ ինչքանով լավն է իր զլաձեը օրինակ որ Marvel-ին այդքան քննադատում են որ թույն դերասաններ եք բերում մի ֆիլմի համար ու վերջում այդ զլաձեն սպամեն բայց Marvel-ը եւի մի բան ջոգում էր էլի որ չէ Մաց Միկելսոնն է բերում Ջոշ Բրոլին է բերում Տոմ Հիդլստոնը իրենք լավ դերասաններ է բերում որովհետեւ իրանք հասկանում են որ ընդհանրապես բլոկբաստեր են նկարում ու քեզ պետք է ինչ-որտեվ եթե զլաձետ լավն է քո գիրոյը էլի լավն է լինելու էլի Տոմ Հոլտ Նիկլաս Հոլտ ում մասին է Լեքս Լութերի վերջի Սուպերմեն Նեցոր հա համաձայն իմ կարծիքով գիրոյը միշտ ցանկացած է եւի ստեղծագործության մեջ գլխավոր հերոսը այնքանով է լավը ինչքանով լավն է իր հակառակորդը կոպիտ ու sense ասեմ այդ ֆիլմերի հետաքրքրությունը կայանում օրինակ Ավատարը, երբ որ մենք նայում ենք, ինչքան պերսոնաժներ կան։ Իմ համար ամենաանհետաքրքիրը գլխավոր կերպարն է, Ջեք Սալի։ Ամբողջ ֆիլմի ընթացքում sense ինձ մտա, այ ինչ ուզում ալնի իրան, ասում եմ, вообще մեկա, Նեյթիրին բան չլինի, երեխեքին բան չլինի, դե Կեյթ Վինսլետին չասենք։ Եվ այլն, ինչն է, գլխավոր կերպարները իրանք միշտ սահմանափակ են, որովհետև իրանք պետք է բարություն անեն, լավ բան անեն, իսկ վիլեյնը ինքը ազատ է, ինքը ինչ ուզի կարանի, մինչև իր վերջը գա կամ գա թե չգա էլի էտա ամբողջ sense ֆիլմերում միշտ չի գալիս հա էսի էլի սփոյլա կամ չգիտեմ ոնց ասեմ այս ամեն ինչը ապագայի մասին բաներից մեկում գրած է որ Կորիչը էլի վերադառնալու է Ավատար 4-ում ու մտածում եմ միգուցե էլի ինչ որ կլոնա այլ ոչ թե իմը նետ նույնն ալին որտեղ Գենդելֆի նման ընկավ ընդեղ ու դուրս եկավ չեմ կարծում Կորիչ Բելի է այդ գալու Հա, այդպես էմոցիաներով լավ կիսվեցինք, ես գիտեմ, որ դու հետաքրքիր բաներ ունես եւս ասելու այո, շատ հետաքրքիր բաներ են եղել իրականում, ամբողջ ֆիլմի նկարահանման ընթացքում քրուն, միշտ վեգանական միլեր են ունեցել իրանք, որպեսզի արվածա նրա համար պրոդյուսերն ասում են, չէ, որ տիպը չէ, բնություն, ինչի մասին է ֆիլմը, բնություն եւ այլն բան, կենթանիների եւ այլն բան, դեստեղել է յանի տեսելի։ Մի խոսքով, տենց, այսինքն իրանք կերել են վեգանական ուտելիքներ, որ ասոցացվեն, որ եւ այլն կենթանիներին չի կարելի, էս այլ եւ այլն։ Ստիվեն Լենգը, Կուորիչը ասել է, որ ամեն առավոտ դե նկարահանումներ շատ են եղել պատկերացնում եք, չէ՞, ինչ տեսակի ֆիլմ է։ Ամեն առավոտ ինքն ու Ջեյմս Կեմերոնը օրը սկսել են քիքբոքսինգի սպարինգով։ Ջեյմս Կեմերոնն ու այդ Կորիչը։ Տենց էտա հետաքրքիր են, դեռ մի հետաքրքիր պահել կա, որտեղ Ռեյչել էր անունը, Սիգուրնի Ուիվերի պերսոնաժը Կիրին աղջիկը, բայց գիտենք որ ինքն է խաղում, չէ, համբույրի տեսարան կա Սպայդերի հետ, Կիրին ու հա շատ արագ ինչ որ տենց վիճակա։ Բոլոր տեղ ասեն որ իրանք իրականում իրար չեն համբուրել, որովհետև դեն շատ մեծ է Կիրին ինքը, երկուսն էլ ինչ որ այլ բանի են համբուրել, չգիտեմ ինչա։ Ապագայի վերաբերյալ հետաքրքիր բաներ կա, մի քանի sense տող կարելի ասել, թե այս պահից սկսած ինչ կարելի է սպասել Ավատար 4-ից։ Ավատար 4-ը լինելու է այս ամեն ինչից 8 տարի հետո, ուղիղ 8 տարի հետո, ուղիղ չգիտեմ ոնց է։ Օր Կիրին է լինելու գլխավոր կերպարը, բայց չեմ ուզում որ Նեյթիրին շատ ծեր լինի, տենց ես իրան տենց եմ պատարում։ Հա, դե հա լավ, խաչա հիմա է արդեն լավ մեծ, երբ որ սկսեցին ինքը 20 քանի տարեկան էր, իսկ հիմա համարյա 50։ Պատկերացնում ես։ Հա, Կուորիչը վերադառնալու է, 4-րդում
շատ տեսարաններ լինելու երկրագնդի վրա, իսկ այ 5-ը լինելու է երկրագնդի վրա։ Շատ հետաքրքիր է, Միշել Եոնն է լինելու 4-ում, որտեղ ինքը արդեն իսկ օսկարակիր Միշել Եոն, ինչի համար, բայց ով խաղալու է ինչ-որ scientist-ի, գիտնականի Կարինա Մոգ անունով, դեկտեմբերի 21-ին է գնալու կինոթատրոններ 29 թվականի, այդտենց իմանայինք մենք էլ 29 թվին հստակ ինչ ենք անելու, որտեղ ենք լինելու։ Ու հետաքրքիր մի նորություն, Ջեյմս Կեմերոնն ասել է, որ եթե ինքը թարգի ավատար նկարը անելը, ամենայն հավանականությամբ կնկարի այն Ջեյմս Վանը։ Ջեյմս Վանին գիտենք առաջին պիլայից, ինչ որ ֆարսաժներից 1-2, Conjuring-ից, Զակլատեից ով ես սիրտս կանգնում անայելուց չեմ էլ նայում էլ։ Այդ հետաքրքիր նորություններ, այլ բաներ էլ կան, իսկ թվում է ուղղակի իրանք շատ են, մանկվան այդ ցեղախումբ ինչ տեսակի է իրանք, այսինքն բնությունից հեռու են, մոխիր են եւ այլն, վուլկանի մոտ են, ի տարբերություն բոլոր նավի ազգերից, իրանք դրա համար չար են, տենց եւ այլն, տենց բաներ կան, բայց այդ ամեն ինչից թվում ավելի լավ է նայել եւ զգալ։ Ինքնուրույն անցնել ու ցանկալի է իրոք կինոթատրոնում նայել, որովհետեւ դա все-таки cinematic experience է, որովհետև sense սյուժեվ գիրք օրինակ ինչ չի թվում կկարդայի, բայց все-таки այդ акցենտը այդ Ջեյմս Կեմերոնի տաղանդը նմանատիպ բլոկբասթերներ հանելու, ուղղակի otherworldly, տվյալ դեպքում вообще բռնում է դա։ Ինքը արդեն միլիարդատեր է դարել։ Հա, շնորհավոր։ 1.1 միլիարդ net worth ունի ուժը Ջեյմս Կեմերոնը։ Ընդամենը ֆիլմ է նկարում մարդը։ Դե բայց ինչ ֆիլմ է, լավ։ Все-таки ասենք հա հիմա նկարում են այդ շարունակ անverջ տերմինատորներ են նկարում, անverջ ավատարներ են։ Երևում է որ ինքը չի նկարում։ Բայց ինքը ամեն անգամ sense կպնում է թույն կինո, հետո որ գնում է ֆլոպ է լինում, բնականաբար ասում է չէ լավ այդքան է տենց բան, չէ թռնում է իր խոսքերից։ Ինչներ հայատ գլենդելում տենանք։ Մի բան ասեմ Վարանգի մասին, Ունա Չապլինի պերսոնաժի մասին, ինքը ասել է որ Էսկեդնու իրան բոլորս հիշում եք աշխարհիս ամենատխուր էպիզոդներից մեկում գահերի խաղից, որտեղ չասենք ինչ է լինում նրա կերպարի հետ, ինքը այս կերպարը խաղալու համար ասում է մտել է հոգեբանական բոլոր ոնց է փորձությունների եւ այլնի մեջ, որտեղ ինքը խաղալու է բացառապես բան, ոնց է ասում զլոյը ոնց է չար ասենց այն որ ուղակի չար կերպարի ու ասում է այդ մի մարդ ով ցանկացած գործողության համար ներողություն է խնդրում կողքիններից հանկարծ մի բան ասենց ու այդպես շատ ասենց բան դեմք ունի ինքը ասենց նուրբ ասենց բարի դեմք ունի ասում է որ իր համար ահավոր աննկարագրելի բարդ է եղել այս կերպարին մարմնավորելը որտեվ ինքը շատ իրան հակառակ կերպար բայց սաղն է տենց են ասում որ խաղում է ոչ մեկ չի ուզում լինել վիլեյն։ Բացի Խիթ Լեջերից։ Դե ինքը ուզեց ու լավ չավարտեց։ Ցավոք։ Դե մի խոսքով, լավ ֆիլմ, լավ վիզուալ, գնացեք կինոթատրոններում նայեք։ Իմ համար երևի այդքան է։ Այդքան է։ Գնացեք կինոթատրոններում նայեք, մի բան էլ կասեմ ավարտի մասին, ինձ մի քիչ տխրեցրեց այն ֆիլմը որ նայում ես այն տուլկումները եւ այլն շատ մեծ խորհուրդ ունի էլի իրականում այդ կետձկները եւ այլն բան մի քիչ չեմ ուզում ուղղակի բաներում բնությունը պահպանելու մասին այս ֆիլմը շատ բաների մասին է բնություն գնահատելու ընտանիք եւ այլն ամեն ինչի մասին է ուղղակի որպես ֆիլմ ինձ թվում է ամբողջ խնդիրը կայանում է ես միևնույնն է հավանել եմ որովհետև մեծ հաճույքով եմ նայել եւ այլն ուղղակի իմ համար խնդիրը նրանում էր կայանում որ ֆիլմի ավարտը լրիվ նույն տեղում էր ինչ երկրորդ ֆիլմի ավարտը ոնց որ երկու նույն ավարտ լիներ երկու տարբեր սեթինգներում բայց նմանատիպ լրիվ նույն ձևի հետ էլի sense գալիս են այդ ամբողջ սաստավներով կռվում են իրար դեմ նույն տեղում է ջուրն է նրանք են ջրից են թռնում հիմա վերևից ահավոր գալացողները կային եւ այլն կարծում եմ ավարտը մի քիչ կարելի էր այլ տեղ տանել կամ ինչ որ մի քիչ ուրիշ ձև անել։ Լավ հիշեցրեցիր։ Ամեն ավատարում Ջեյք Սալին Էյվա, Էթա, սենց թվում է թե միշտ վատ բաներ ենք ասում, բայց մեկը հավանել է։ Էդի էլի ամենահետաքրքիրը էտա։ Մի խոսքով, եթե այդ ավարտը մի քիչ ավելի այլ սեթինգ լիներ ու էլի այդ նույն վիճակը չլիներ, ինձ ավելի շատ դուր կգար, բայց սենց էլ է դուր եկել։ Ունենք այն ինչ ունենք։ Ունենք այն ինչ ունենք։ Շնորհակալություն Ջեյմս Քեմերոնին մեր այս 20 քանի րոպե խոսակցության համար։ Մալադեց։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։